Ելույթից մի կտորը ուզում եմ ընդդիմությանը նվիրել, բայց մեր ընդդիմության մասին խոսելիս առանց հումոր անհնար է, որովհետև կխելագարվենք այն ինչեր են խոսում։ Եվ ես վերջերս գրել էի դրա մասին, ուզում եմ այստեղ էլ հիշել Կարգին հաղորդումը։ Այն հիշում եք, չէ՞, Կարգին հաղորդումը, որ հոգեկան առողջության կենտրոնում երկու պացիենտ իրար հետ խոսում են, մեկը սենց համ մեկը ասում է ինչ ես անում, ասում է կոկորդիլոսներն եմ քշում, ասում է բայց այդտեղ կոկորդիլոս չկա, ասում է դե բոլորին քշել են, որտեղից լինի, հիմա մեր ընդդիմությունն է, ուրեմն մտան պայքարի մեջ, հատկապես ուժեղ Հայաստանը և հնարեց 300,000 աշխատատեղ ստեղծելու միֆը, որը իրենք կարող են ժամանակին անել, բայց չէին արել, բայց հենց մենք ասեցինք, որ մենք արդեն ստեղծել ենք 300,000 աշխատատեղ, սա դրեցին մի կողմ, հետո եկան ասեցին, չէ, դեղերը թանկ է, պետք է 20% զեղչենք, մենք եկանք ասեցինք առողջապահության համակարգով, այդ հարցերը լուծվել է, ըստ էության բոլոր այն կարիքավոր շերտերը, որոնք դրա կարիքը ունեն, անվճար են ստանում իրենց դեղերը կամ շատ չնչին համաֆինանսավորման, էդ էլ դրեցին մի կողմ, հետո ասացին պետք է բիզնեսը 0% հարկ վճարի, բոլոր մասնագետները, այդ թվում նաև փոքր ու միջին բիզնեսը սկսեց ծիծաղել նրանց վրա, որ այդպես հնարավոր չի, այդպես պետություն հնարավոր չի կարծել, այս էլ դրեցին մի կողմ և հիմա մի հատ զավեշտալի սուտ են հնարել և դա դարձրել են իրենց գլխավոր այսպես քարոզչական ուղղությունը 300,000 ադրբեջանցիների թեման այսօր էլ մի մեծ ասուլիս են հրավիրում և ասում են, որ ադրբեջանական թատրոն է գալու Հայաստան։ Իրենք թատրոն են, ադրբեջանական թատրոնն է գալու Հայաստան։ Եվ ամեն անգամ, երբ որ նրանք այս մասին խոսում են, ես այդ Կարգին հաղորդման կտորն եմ հիշում։